Տարբեր ցավեր վկայում են տարբեր խնդիրների մասին։ Օրինակ, երբ պացիենտը ունենում է կծելուց ցավ եւ նշում է, որ այդ ատամը բուժված ատամ է, նյարդ չունի այդ ատամը, խիա ցավում, շատ անգամ հարցնում են, կարող է նյարդա մնացել մեջը, չէ, հաց ուտելուց, կծելուց ուժեղ ցավեր երբ ունենում եք, դա միայն վկայում է նրա մասին, մանավանդ նյարդահանած ատամի դեպքում, որ ատամի արմատի տակ արդեն բորբոքում կա, այսինքն հին արած լիցքը պետք է լինելու քանդել, վերաբուժել արմատները, նոր արդեն լեցավորել եւ պլոմբավորել կամ շապիկի տակ արդեն անցկացնել այդ ատամները։ Թեթև սառից եւ քաղցրից ցավերը լինում են կարիեսի ժամանակ, այսինքն դա դեռ չի նշանակում, որ այդ ատամի նյարդը պետք է հանել։ Կարող է թեթև ինչ-որ կարիես է, շուտ պլոմբավորվելու է եւ խնդրին ստոպ ենք տալու։ Իսկ այն դեպքում, երբ որ պացիենտը ունենում է գիշերային ուժեղ ցավեր, դա արդեն վկայում է, որ այնքան չի բուժել այդ ատամը, այնքան է թողել, որ հասել է պրոցեսը նյարդին եւ արդեն նյարդի հեռացման խնդիր կա։